Ժողովուրդ էլի բարև ձեզ։ Էլի Փաշինյանը եկավ էջիս ինչ ասեց։ Ասեց Ցորենը որ ցածր որակի է, ցածր սորտի է։ Դե այնտեղ ասել են 3-րդ, 4-րդ սորտի է, 4-րդ սորտի է Կազախստանում։ Ստեղ ինքը ասում է 3-րդ սորտ։ Ստեղ ասեցին 3-րդ սորտի է։ Փաշինյանն էլ ոչ մի սորտի թիվ չի ասում է եթե կենթանու կերա, այդ կենթանու կեսը կերակրենք կենթանու, ինչ այդ հավերը եւ կաթը, կովի մեր երեխաները չեն սնվում։ Լես այդ մարդը ոնց է գժվացնում, ժողովուրդ ոնց եք դիմանում, ես չեմ հասկանում։ Ստանդարտները միակն են, մի ստանդարտ է, միջազգային։ Նեշի ոնդեղ 4 էր, ստեղ դարավ 3։ Նեշի որ Կազախստան ուտելու չէ, կենթանի տալու էր, ստեղը դարավ մարդու համար կեր ուտելիք։ Լավ։ Չգիտեմ, ինչ է նշանակում, որ կեսը կտան կենթանիներին, մյուս կեսը մարդկանց, նստելու եք մեջից հենց բան եք անելու են, փնտրեք որնա լավը, այդ մի երկու հատ գտնեք մեջից, ինչ է նշանակում, կեսը կտան կենթանիներին, բայց մյուս կեսը ում, ու եթե այդ կենթանի կերը համապատասխան գումար է վճարած, այդ որ ասում եք էժան է եղել, կերի համար էլ է էժան եղել, թե կերի համար արդեն թանկ է։ Լավ, լիքը հարցեր կան։ Ժողովուրդ ջան, հասկացեք, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ սորտը ալյուրը մի բան է, ցորենի սորտավորումը ուրիշ բան է։ Ցորենը լինում է փափուկ սորտի ու տվյորդո է մягких սորտով։ Երևի փափուկ եւ պինդ սորտ, չգիտեմ, հայերեն։ Իրանք լինում են տարբեր տեսակների։ Լիքը սորտեր կա, այդ փափուկների մեջ տարբեր սորտեր կան, չորերի մեջ տարբեր սորտեր կան։ Օրինակ ես գիտեմ Ուրարտուի սորտ կա, Վանի սորտ կա, Թուրանի սորտ կա, Պոլսկը, Լեհաստանի սորտ կա, շատ, չգիտեմ, 40-ի մոտ կա, 35-40, ինչ այդ կա։ Հիմա ես իմ մասնագիտությունը ես չգիտեմ կոնկրետ։ Так, հիմա իսկ ալյուրը լինում է կարգի առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ կներեք, չորրորդ կարգի ալյուր այդ կերա, երրորդն է նույն ձև։ Իսկ երկրորդ կարգի, չգիտեմ, մեկը այդ ԿՊ-ականներից ասեց երրորդ կարգի խանութներում չկա երրորդ կարգի։ Առաջի բոլորը բարձր կարգի են, մեծ մասամբ, թանկ, լինում է առաջի կարգի, երկրորդ կարգի չգիտեմ, չեմ տեսել, երրորդ չի կա լինի, այդ արդեն կերա։ Հասկանում եք, որ մենք ասում ենք ցածր որակի ցորեն, այդ չի նշանակում, որ համով չի, կամ որ այդտեղ կարող է փթած է, նեխած է, կարող է մեջը նասիկոմներ լինեն, դրա համար է ինքը կեր, չորրորդ կարգին ոչ մի ձև չի կարող լինի, ես էլ եմ ասում, նենց է գժվացնում, այն նոր նայում էի Ժենիթբե Ֆիգարո, այն նույն բարդակն է ինքը սարքում, որ մարդ բան չհասկանա, նորմալ կրթված մարդկանց հետ տարիքովներս ձեռ չեն տալիս, որ աշխատեն, ինչ-որ բան անեն, որ ջահել ջհուլներ են, որ թիթիզ-միթիզ մարդիկ են, այ դրանց։ Հիմա որ մեկը կբացի ինցիկլոպեդիան կնայի ցորենը ոնց է սորտավորվում, ալյուրը ոնց է սորտավորվում, ստանդարտները բացի նայի, երրորդ ստանդարտ ցորենը ալյուր սարքում են, թե չէ։ Ես չգիտեմ, ես ոնց իմանամ, որն է ռուսականը, այդ ալյուրից առնեմ ու համար հաց թխեմ։ Կամ էլ հաց չօգտագործեմ, չգիտեմ, ցորենը չօգտագործեմ։ Ռիսներ ասում են
գիտացնը պլաստմաս են սարքում, մասմատի, չգիտեմ, ունես չի ժողովուրդ, որ ձեր առողջության վրա չի ազդում, դուք չեք իմամ, ինչից հիվանդացաք, ինչից դիմադրողականությունը ձեր իջավ, որ ինչ-որ հիվանդություն դժվար եք տանում, կամ չեք կարողանում բուժեք, հասկանում եք, եթե հենց նես չի, հլա մի հատ գնացեք Երևանի հիվանդանոց կամ մանկական, որ ասեմ, կամ այն բանի Զեյթունում, կանազի են ասում, ինչ են ասում, արաբկիր կենտրոնն է, երեխեքի է, որ լուբը ուզում եք գնացեք բանի հետ, Արմենիա, Չիոմուշկայում, ռեսպուբլիկանցկ են ասում, հանրապետական, նայեք, ինչքան հիվանդ կա, քեզ թվում է Հայաստանը սաղը տեղա, քեզ թվում է դուրս գաս մարդ չես, ես որ Երևանի հիվանդանոցում մի քանի անգամ եղել եմ, ինձ թվացել է Հայաստանում մարդ չկա, հələ լիֆտյորն է ծիծաղած, ասես բոլորս ասում ենք, եթե մի հատ բոմբ գցեն Երևանի հիվանդանոցի վրա, Հայաստանում մարդ չինի, մեծ շենք է, լիքը վերելակներ, ու բոլորն էլ մեծ գրուզավոյ, կանգնած ես, սպասում ես, վերելակը գա ու գիտես 1, 2, 3, 4 անգամ գքա, դու հլան նստած չես, իրար բրբրթացով մտնում են, ու տեղը 4 հատ վերելակ է, ու այն մյուս կողմերներ կան, մեծ այդ շենքը, ու բոլոր տեղներ նույն վիճակն է, աստիճաններով էլ բարձրացողներ կան, դուք չեք հասկանում, ասկ են հիվանդացնում, ասկ են, գարգալիս սրսկեցին, քիչ հա, են անտեր բանով սրսկեցին, բոլորը բողոքում են, են անտեր կովիդի ժամանակ, ստիպեցին վակցինացվեն, մարդիկ աշխատանքի համար վակցինացվում են, ասեք հիմար, գնում եք դրանց խելքներին, մտածեք, էլի մտածեք, ոչխարի նման թողում եք, հա, հետո, մի բաներ ասեմ, ով բերեց վերջի չիմացանք, ինչ է նշանակում Փաշինյանի ասածը, մասնավորն է բերել, չգիտենք, ոնց քո մոտ ցորեն ա մտնում, դու չգիտես ով է, տոննաներով, ով է բերել, չես իմանում, չեմ հասկանում, սահմանում, մաքսատանը, որ կազմակերպությունն է գրած, մենք էլ հավատացինք, որ ցորենը պետական նշանակության, ռազմական նշանակության ապրանքը չեք իմամ ով է բերում, չեք պլանավորում, Ալիևն է բերեր, Ղազախների հետ վրեքտ հետ խնդացել է, ասել է բան են հետ, կենթանու բան ուտեն, հա? Էտեղը ձեռա ձեզարը հետներ մեր ազգին, ձեզա ձեռարը հետներ մեր ազգին, դուք ուրախացել եք Բաքվով բան ա գալի, ջայնամին գա, գյորը գա, ժողովուրդ ես ձեզ ասում եմ, ես 90-ականների մարդ եմ, ոչ մի բան Բաքվով նորմալ չի եկել 90 թվերին, օգնություն բան, ինչ կարան արել են, թույնել են, ջարդել են, փչացրել են, անգամ Վրաստանով գալ պոեզդները, որ եկել են Վրաստանով, այդտեղ էր կար թուրքական գյուղ, ջարդում էին, փշրում էին, անգամ մարդիկ էին, որ անցնում, Սադախլոյի մոսն էին վառում, պոեզը շրջվում էր, քարերով պատուհաններին էին շպրտում, ինչ հնարավոր անում են, կողոպտում էին, հետո էլ ասեցին, որ միթոմ վրացահայերն են կողոպտում, հայ չեն, Վրաստանի քաղաքացի են, բայց դե հաստատ թուրքերն են, ինչ, պատկերացեք, գնաց կգնում է քարերով խփում են պատուհանից, պատուհանը կոտրում են, որ մարդուն կպնեն, գողանում տանում են, մոստը վառում են, որ պոեզը գա շրջվի, Ադրբեջանով ինչ եկել է, թույնել, փչացրել, գրել են շնորհավոր երկրաշարժ, կերեք, չգիտեմ ինչ ասես թե չնա, հիմա էլ նույնն է, մեկի ձեռը ընգնես կմորթիկ սպանի ու անպատիժ կմնա, դու մի հատ ասես հիմար, քեզ մերոնքեր կպատժեն, թուրքներ կպատժի, իրանց մի բան անես, ոնց որ առաջ նենց է հիմա, ինչ ասես թե չեն անի, վարյան չի մի բան կարողանան անեն ու չանեն, հասկանում եք, հիմա ջուրը, որ մեր ասում են պղտորը, ես ինչ գիտեմ, ինչքան վադախրանիլի շեք են թողել, ինչ են թույնում, ինչ են անում, վարյան չի իրանք բան չանեն, ժողովուրդ, վարյան չի, Ալիևը ով է, որ մեզ հաց բերի, ով է, ոնց Փաշինյանն է ձեռ առնում, նենց հետ մեզ է ձեռ առնում, վայ,
Տեսին մարդիկ ուժեղը որ հորը ձերը առնում երեխու, հետո երեխուն է ձեր չի առնում, նույն բանն է ձերը առնում ես։ Ջուրը պղտորում են, ուտելիքը արդեն ինքը իր գլխին որոշել է Հայաստան հաց ուղարկի Ղազախստանից իր ճանապարհով ինքն է ուղարկել է, այսա ճանապարհի ծախսներ կուզի, գումարներ կուզի։ Հիմա դե ասում են էժան, ուրեմն սուզել է արդեն։ Մերոնք ոչ տեղյակ են եղել, ոչ էլ իմ հետ միասին իմացել են բանից, ինտերնետից ուրախացել են, ոգևորվել։ Ալիևը Բաքվով էլ միանգամից չի մտցնում Հայաստան, օզի ճանապարհ չկա, ֆուրերով է չի ուզում, через Վրաստան է մտցնում։ Ճանապարհը երկարացնում է։ Ինչ եք ժողովուրդ ջան, դուք գիտեք ոնց որ գլուխն է դրել եք պանելին, որ գիլյոտինը իջնի վրան։ Լուրջ եմ ասում, ես լրիվ հասկանում եմ, հանրապետականներով բիզնեսներ ունեն, գնացին, եկան ուրիշ գյուղերից, բուտկեք բացեցին, ես խանութներ բացեցին, սկսեցին լավ ապրել, թողում գնում են արտասահման հանգստանում են, գալիս են երջանիկ են փաշին, չեք հասկանում, կերակրում են, որ հետո մորթեն, չեք հասկանում, կերակրում են, որ հետո ձեր երկիրը ձեր ձեռքից վեցնեն, ոնց բացատրեմ, ժողովուրդ ջան, ոնց բացատրեմ։ Ինչ, թքած ունեմ նախկինների վրա, թքած ունեմ ներկաների վրա։ Նախկինեն գոնե շնորհակալություն պատերազմեցին, 10 տարի խաղաղ պահեցին։ Շնորհակալություն անցյալ համ, բայց հետո հանցագործ դառան։ Ինչ եք, ժողովուրդ ջան, ուշքի եկեք, էլի ուշքի եկեք։ Իմ ազգն է, ինչքան ինչ ուզում եք արեք, մի բան պատահի դարդ եմ անելու, նեղվելու եմ։ Ես 15 թիվը հիշում եմ պատմածները, ինչքան ծանր է եղել վրաս։ Հիմա աչքս է տեսնում, հերիք է, մի հատ Արցախ հերիք է, էլի, որ տենց արեցին։ Լավ, հաջողություն։